Ողջույն հարգելի հայրենակիցներ, ձեզ հետ է առողջ որոշումը։ Բաժանորդագրվեք 168-ի YouTube-յան և Facebook-յան ալիքներին, եղեք իրազեկ, տվեք ձեր հարցերը և ձեր հարցերի արդյունքում կձևավորվեն մեր հաջորդ հաղորդումները։ Մինչ բուն հաղորդման անցնելը ուզում եմ երկու կարևորագույն իրադարձության անդրադառնալ։ Առաջինը վերջի կառավարության նիստի ժամանակ շաքարային դիաբետով 0-ից 18 տարեկան երեխաներին տրամադրվեց շաքարի չափման սարքեր, որոնք ավելի սակավ ինվազիվ են և ավելի հեշտ են մոնիտորինգ անում գլյուկոզայի մակարդակը արյան մեջ։ Դրանից խոսել ենք տարիներով, բազմիցս, որովհետև այս երեխաների կյանքի որակի հետ կապված լուրջ խնդիրներ էին առաջանում առանց այդ սարքերի և շատ ուրախ ենք, որ առողջապահության նախարարը ականջալուր եղավ, վերլուծեց և հասկացավ, որ դա անհրաժեշտ միջոցառում է այս երեխաների կյանքի որակը լավացնելու համար և վստահ եմ, որ գնալով այս հեշտ մոնիտորինգը գլյուկոզայի և մնացած այլ խնդիրների լուծումը կբերի, որ այս երեխաները կլինեն առողջ և կդառնան կարևորագույն մասը մեր հասարակության։ Եվ հաջորդը խոսքը վերաբերվում է համապարփակ ապահովագրությանը, անցած հաղորդման ժամանակ բազմաթիվ էին հարցերը համապարփակ ապահովագրության հետ կապված։ Հարցերի մի մասին հստակ անկեղծ կարող եմ ասել, որ չէի կարողանում պատասխանել, որովհետև հարցերը վերաբերվում էին ժամկետներին, մեթոդներին, պետպատվերի տրամադրող գումարի քանակներին դեղորայքի և այլն, բայց քանի որ նորից եմ կրկնում, ընդամենը մենք ունենք առողջապահության նախարարության հայտարարությունը, դրանից հետո ամբողջ ՔՊ պատգամավորների և պաշտոնյաների, այսպես ասած, գովքը, որ մենք անում ենք ամենակարևորը, դրանից ավել ոչ մի տեղեկատվություն չունենք։ Մեկ էլ Իդրավթ համակարգում մի նախագիծ, որի մասին ես խոսել եմ անցած հաղորդմանը, բայց մի բան եմ ուզում այս պահին ֆիքսել, արձանագրել և անցնել առաջ։ ՔՊ-հական պատգամավորները իրար հերթ չտալով ազգային ժողովի ամբիոնից խոսում են այս կարևորագույն փոփոխության մասին առողջապահության ոլորտում։ Ունեցանք պատգամավոր, որը հայտարարեց, որ դե ասեց համապարփակ բառը մենք հանում ենք, դնում ենք մի մասի ապահովագրություն, ընդամենը 30% և մասնավոր ապահովագրությունների համար հրաշալի պայմաններ են ստեղծված մնացած մասը ապահովագրելու համար։ Ուզում եմ այդ պատգամավորին հիշեցնել, օրենքի նախագիծը կոչվում է համապարփակ ապահովագրության մասին։ Եվ մյուս հայտարարությունը, որ արեց մյուս պատգամավորը, հայտարարում է, որ հունվարի 1-ից, նորից եմ ասում, հունվարի 1-ից 65 տարեկան և ավել տարիքի մեր քաղաքացիները ստանալու են անվճար բժշկական օգնություն և սպասարկում։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ հունվարի 1-ից բոլոր 65+ քաղաքացիները մտնելու են առողջապահական հիմնարկներ, պահանջելու են իրենց անվճար ապահովագրությունը և եթե հանկարծ օրենքը չընդունվի, եթե հանկարծ հիմնադրամը չձևավորվի, ժամանակների խնդիր ունենան, ապա ինչ է ստացվում։ Նորից հիվանդը և բժիշկը մնում են դեմ առ դեմ իրար և առաջանալու են նորից դժգոհություններ և բողոքներ։ Իսկ եթե հանկարծ հունվարի 1-ին իրոք արդեն պատրաստ լինի այս ապահովագրությունը, ապա ես այս նույն հաղորդման շրջանակներում կասեմ շնորհակալություն, սակայն կարծում եմ, որ դա ֆանտաստիկայի ժանրից է։ Կապրենք, կտեսնենք։ Եվ այսպես, այսօր խոսելու ենք Հայաստանում տիրող ժողովրդագրական ցուցանիշներից մեկի մասին, ծնելիության, ինչպես նաև վերարտադրողական առողջության մասին։ Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ծնելիության մակարդակը կատաստրոֆիկ է, դրանից խոսել եմ։
Հայաստանի Հանրապետությունում 2024-ին 23-ի համեմատ 8%-ով իջել է ծնելիությունը։ Հայաստանի Հանրապետությունում խիստ քանակով իջել են ամուսնությունների թիվը։ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի, այսպես ասած, պտղաբերության տարիքային գործակից, որը որ ցույց է տալիս վերարտադրողական տարիքում գտնվող կանանց հաշվով ունեցած երեխաների թիվը։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետությունում այս թիվը կազմում է 1.7։ Լավ է թե վատ այս թիվը, իհարկե, շատ վատ է։ Որպեսզի մենք չլինենք ծերացող ազգ, այս թիվը պետք է լինի գոնե 2.1։ Ասեմ համեմատության համար, որ աֆրիկական երկրներում, մուսուլմանական երկրներում այս թիվը հասնում է մինչև 7-ի։ Համեմատությունը ակնառու է։ Եվ այսպես, այս ցուցանիշից մենք կարող ենք կատարել հետևյալ ենթադրությունը. Հայաստանի Հանրապետությունը գնալով դառնում է ծերացող ազգ։ Այսինքն, երիտասարդների համեմատությամբ տարիքով մարդկանց թիվի ավելացում, որը բերելու է լուրջ ժողովրդագրական խնդիրների, բերելու է տնտեսական խնդիրների եւ այլն։ Այդ մի կողմ։ Եվ ահա, ինչ է անում առողջապահության նախարարությունը որպես վերարտադրողական ֆունկցիայի կարևորագույն դերը ընդգծելու տվյալ թվերի բարելավման համար։ Առողջապահության նախարարությունը ինչ արեց, հեշտացրեց աբորտների, այսինքն բեղմնավորման արհեստական ընդհատման մեխանիզմը։ Եթե առաջ արհեստական ընդհատումները կատարվում էին բացառապես հիվանդանոցում, այժմ հայտարարեց, որ արտահիվանդանոցային պայմաններում պետք է կարող ենք կատարել մինչև 8 շաբաթական հղիների արհեստական ընդհատում, որը նշանակում է, որ գինեկոլոգիական եւ մանկաբարձական տեսակի լիցենզիա ունեցող արտահիվանդանոցային ցանկացած բժշկական կենտրոն կարող է քաղաքացին մտնել եւ այնտեղ ստանալ դեղորայքային հղիության ընդհատման, այսպես ասած, ծառայությունը եւ կատարել այն։ Ինչն է սա խնդրահարույց։ Տվյալ արտահիվանդանոցային ծառայություն մատուցողների համար պարտադիր պահանջ չէ սոնոգրաֆիկ հետազոտության կատարումը, արյան հետազոտության կատարումը, որի արդյունքում բազմաթիվ են լինելու դեղորայքային ընդհատումներից հետո բարդությունները, որոնք բերելու են երկրորդային չբերության առաջացմանը։ Ազդեց մեր ժողովրդագրական ցուցանիշների վրա, իհարկե ազդեց։ Դրան զուգահեռ հայտարարվեց, որ 16-ից 18 տարեկանները, որոնք որ դեռ չեն համարվում չափահաս, կարող են առանց ծնողի թույլտվության կատարել հղիության արհեստական ընդհատում, այսինքն առանց ծնողի թույլտվության հեշտացվեց 16-ից 18 տարեկան դեռահասների արհեստական հղիության ընդհատման մեթոդը։ Եվ սա ինչի է բերելու երեխաները, դեռահասները, որոնք ամենախոցելի տարիքն են համարվում, առանց ծնողի գիտության կատարելու են այս արատավոր ըստիս ուրեմն պրոցեդուրան, որի արդյունքում, քանի որ նրանց էնդոկրին համակարգը դեռ զարգացման փուլում է գտնվում, բերելու է երկրորդային անպտղության, որի արդյունքում մենք ունենալու ենք բազմաթիվ կանայք, որոնք ունեն երկրորդային անպտղություն։ Եվ դրան զուգահեռ Հայաստանի Հանրապետությունում սնկի պես աճում են արհեստական բեղմնավորման կլինիկաները։ Եվ այսպես 3.5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի Հանրապետությունում 7 ամբողջական մեծ կլինիկա է գործում արհեստական բեղմնավորման, ինչպես նաև պետական հովանավորչությամբ մարզերում բացվում են առանձին ծառայություններ արհեստական բեղմնավորման համար, իհարկե ոչ ամբողջական ծավալով։ Համեմատության համար ասեմ, Ղազախստան 21 միլիոն ընդամենը ունի 14 արհեստական բեղմնավորման կենտրոններ, որից մեկը համարվում է միջազգային, եթե չեմ սխալվում։ Եվ այսպես, ինչ են անում Հայաստանի Հանրապետությունում,
հեշտացնում են, մոտիվացնում են արհեստական ճանապարհով բեղմնավորման, այսպես ասած, process-ը։ Տարիքային սահմանափակումները հանեցին, պետպատվերը ընդլայնեցին։ Հետաքրքիր մի բան, անպտուղ զույգերին, որոնք որ հետազոտվում են գինեկոլոգների մոտ, անպտղության պատճառները հայտնաբերելու համար պետական պատվեր չի տրամադրվում, սակայն այդ զույգը, երբ որ դիմում է համապատասխան կլինիկաները, այդ հայտնի էկոկլինիկաները, ապա այնտեղ կարող է ձեռք բերվել պետպատվերը եւ հետազոտվել էկոյի շրջանակներում։ Գինեկոլոգները բարձրաձայնում եւ ահազանգում են, ասում են հարյուրավոր դեպքեր ունենք, որոնք որ 8-9 տարի բազմացած արած էկոներից հետո հույսները գործրած գալիս են ոչ թե հղիանալու նպատակով, այլ ընդհանրապես առողջությունը վերականգնելու նպատակով եւ բուժման արդյունքում առանց որևէ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հղիանում են։ Այսինքն, ինչ է ստացվում, մեծ տենդենց է գնում, որ շատ քանակությամբ կանանց առանց վերահսկելու ցուցումները, առանց վերահսկելու անհրաժեշտ է թե ոչ ուղարկում են այդ էկոկենտրոնները, որովհետև այդտեղ եւ պետության ֆինանսավորումն է շատ եւ ինչպես նաեւ խոշոր բիզնես համակարգ է տիրում։ Դոնորների մասին Հայաստանի Հանրապետությունում ըստ օդում կախված լուրերի ընդամենը 3-4 դոնորներ կան, որոնք կատարում են սպերմայի դոնորություն։ Դուք հասկանում եք, սա ժողովրդագրական առումով ինչ աղետ է։ Այսինքն ստացվում է, որ գալու է ժամանակ, գալու է մի սերունդ, որտեղ բոլորը, ովքեր ստացել են, ովքեր արհեստական բեղմնավորմամբ են ծնվել, լինելու են իրար գենետիկորեն քույր եւ եղբայրներ։ Ով է վերահսկում այս ամեն ինչը։ Դուք հասկանում եք այդ երիտասարդների ամուսնության արդյունքում մենք ինչ գենետիկ հիվանդությունների ենք հանդիպելու։ Եվ մյուսը երիտասարդ աղջիկներին, կանանց կատարում են ձվարանների ստիմուլյացիա, այսինքն խթանում են ձվարանները, որպեսզի նրանք դառնան ձվաբջիջի դոնոր, որպեսզի արտամարմնային բեղմնավորումը կատարվի։ Ստանում են 10, 15, մինչև 20 ձվաբջիջ։ Այնուհետև աղջկան հայտարարում են, որ դուք ձեր մոտ 2 ձվաբջիջն եք կենսունակ արհեստական բեղմնավորման համար օգտագործելու համար։ Եվ այստեղ չկա վերահսկողություն։ Ինչ է կատարվում մնացած ձվաբջիջների հետ։ Սա հարցեր են, որոնք որ պետք է պետությունը տա համապատասխան կլինիկաներին։ Սա հարցեր են, որի վերահսկողությունը բացառապես պետք է կատարվի պետության կողմից։ Եւ այսպես ինչ են անում արհեստական վերջերս վերարտադրողականության օրենքի հետ կապված կատարվեց մի հետաքրքիր փոփոխություն։ Հանեցին անգամ ուրեմն վերին սահմանը տարիքային, որը սահմանված էր կանանց համար 53 տարեկանը եւ տղամարդկանց համար 55 տարեկանը։ Ազգային ժողովում բազմաթիվ ելույթներ լսեցինք։ Բոլորը խոսում էին սոցիալական ասպեկտի մասին։ Մի մասի հետ համաձայն եմ, մի մասի հետ ոչ, բայց դա դնենք մի կողմ։ Եվ ազգային ժողովում չկար գեթ մի падգամավոր, որը այդ հարցին մեկ այլ մոտեցում տար։ Իսկ ինչ է կատարվում կնոջ առողջության հետ։ Ինչպես ենք մենք 50, 60 եւ առանց սահմանափակման կանանց տանում այդ ուրեմն ճանապարհին։ Եվ այսպես 50 եւ ավել տարիքի կանանց մոտ բնական ճանապարհով հղիանալու հավանականությունը միջազգային ցուցանիշներով 0-ից 1% է։ Բոլոր դեպքերում նրանք պետք է գնան արհեստական բեղմնավորման, էքստրակորպորալ արհեստական բեղմնավորման։ Եվ այդ դեպքում եւս այդ տոկոսը շատ ցածր է, մինչև 30%։ Եվ այս կանանց ինչ են անում։ Պատրաստում են, հղիանալու, որի արդյունքում կատարվում է մեծ քանակությամբ
հորմոնային եւ այլ բժշկական միջամտություն։ Կանայք իրենց, այսպես ասած, արդեն ծերացած օրգանիզմը հետ են բերում, որպեսզի կարողանան կրել սաղմը, կարողանան հղիանալ եւ այլն, որի արդյունքում առանց ստուգելու այդ կանանց ուռուցքներին հանդեպ հակվածությանը, օնկոմարկերներին կամ նրանց պրոցեսներ արդյոք ուռուցքային կան նրանց օրգանիզմում թե ոչ, սա կատարելուց հետո մեծ քանակությամբ աճում են օրինակ կրծքագեղձի ուռուցքների թիվը, արգանդի պարանոցի կամ արգանդի ուռուցքների թիվը եւ ընդհանրապես ուռուցքային պրոցեսները։ Եվ հիմա հարց է առաջանում, արդյոք պետությունը դրել է այդ չափորոշիչները, օրինակ արհեստական բեղմնավորումից եւ եթե անգամ հաջող ծննդաբերությունից եւ առողջ երեխա ունենալուց հետո այս կնոջը ինչ ինտենսիվությամբ պետք է հետազոտել ուռուցքային խնդիրները ճիշտ ախտորոշելու, ուռուցքային հիվանդությունները կամ վաղ ախտորոշման համար եւ հետագա բուժման համար։ Եվ ինչպես նաեւ ինչքան տարիքային շեմը բարձրանում է, այնքան մենք ունենում ենք լուրջ խնդիր երեխայի քրոմոսոմային մակարդակով հիվանդությունների հետ կապված։ Եթե անգամ հղիությունը հասնում է մինչև իր վերջին փուլին, ապա այստեղ շատ լուրջ պետք է ախտորոշվեն նաև երեխայի գենետիկ հիվանդությունները։ Մի խոսքով, բազմաթիվ են խնդիրները իհարկե նաև ծնելիության հետ կապված, եւ այստեղ պետության դերը կայանում է նրանում, որ նա հավասարակշռի ցածր ծնելիության ֆոնի վրա լուրջ ժողովրդական խնդիրները վերացնելու նկատառումով ծնելիության խթանման արդյունքում միջոցառումները, սակայն այդ միջոցառումները պետք է այնքան վերահսկելի լինեն, որոնք որ չխանգարեն մասիվ կանոջ առողջության հետ կապված եւ երեխայի առողջության հետ կապված խնդիրներին։ Ինչ է կատարվում մեր հանրապետությունում։ Մեր հանրապետությունում ինքնավար են ամբողջ այդ համակարգերը, ոչ ոք չգիտի որտեղից են վերցնում դոնորներին, ովքեր են օրինակ սպերմայի դոնորները, ովքեր են ձվաբջիջի դոնորները, արդյոք ինչ գենետիկ կոդով երեխաներ են ծնվում Հայաստանի Հանրապետությունում վերջի վերջո եւ հաջորդիվ ինչպես է այնուհետև այդ մայրերի ճակատագիրը լինում, արդյոք նրանք հետազոտվում են իրենց ուռուցքային հիվանդությունների կանխարգելման համար, արդյոք քանի տոկոսն է այնուհետև նախաուռուցքային եւ ուռուցքային հիվանդություններ ձեռք բերում, ինչ վիճակագրություն ունենք, այս մասին սրանք հարցեր են, որոնք որ չգիտենք։ Եվ ազգային ժողովի ամբիոնում, երբ որ առողջապահության փոխնախարարը ներկայացնում էր նախագիծը, ըստ ինձ նա բավականին պրոֆեսիոնալ մանկաբարձ գինեկոլոգ է եւ այս հարցերի պատասխանը նա մասնագիտորեն գիտի, սակայն նրա պաշտոնատար անձի կոստյումը թույլ չէր տալիս ազգային ժողովում խոսել, սակայն նախադասությունների մեջտեղներում բժշկական մտածելակերպը առաջ էր ընկնում եւ նա թույլ էր տալիս թեթև արտահայտություններ, որ այո կնոջ առողջությունը կարող է վտանգված լինել, սակայն հաշվի առնելով, որ ազգային ժողովում առողջապահության հանձնաժողովի նախագահը, որը պատասխանատու է այս օրենքների մշակմանը, կիրառմանը, տարածմանը, ռիսկերի գնահատմանը եւ այլն, ընդհանրապես միջին մասնագիտական կրթություն ունեցող բուժքույրը հասկանալի է դառնում, որ քննարկումը պետք է լինի բացառապես ցածր ուրեմն ինտելեկտուալ տոների վրա, օրինակ 70 տարեկանում երեխան կարող է մնալ առանց ծնողի, ինչի պետք է դա մտածել, դա վերահսկել եւ այլն եւ այլն։ Նորից եմ կրկնում, չեմ թերագնահատում Հայաստանի Հանրապետության բոլոր բուժքույրերին, խոնարհվում եմ նրանց արած աշխատանքի համար, սակայն ամեն մարդ պետք է գտնվի իր տեղում եւ կատարի իր կրթությանը համապատասխան գործունեություն, որպեսզի մենք ունենանք
զարգացող երկիր, որպեսզի մենք ունենանք տվյալ խնդիրները կարգավորող երկիր։ Եվ այս պահին ուզում եմ խնդրել, ուզում եմ հորդորել եւ պահանջել առողջապահության նախարարությունից, որպեսզի կատարեն հստակ վերահսկողության դոնորների վերաբերյալ, սպերմայի դոնորների, ձվաբջջի դոնորների վերաբերյալ, կատարեն հստակ վերլուծություն բարդությունների տոկոսների հետ կապված, կատարեն հստակ վերլուծություն մենք այս բազմաթիվ էկո կենտրոնները, որ ստեղծում ենք, ինչ ծախս արդյունավետություն ունենք։ Եվ ամենակարևորը, նորից եմ կրկնում, համակարգող փոխնախարարը, որը հանդիսանում է բավականին լավ մանկաբարձ գինեկոլոգ, ինքը պետք է այս հարցերին պատասխանի հանելով պաշտոնատար անձի կոստյումը, այսինքն մտածի հիվանդի առողջական շահերի, բնակչության առողջության շահերի մասին։ Եվ ես պատրաստվում եմ պաշտոնական գրություններ ուղարկել դրա հետ կապված, պատրաստում եմ ճշտել իրականում ինչքան են գրանցված այս դոնորները եւ արդյոք ինչ ծավալի է հասնում նրանց մասնակցությունը այս առողջապահական բլոկի վրա եւ լրացուցիչ ես կտամ այդ տեղեկատվությունը։ Ինչևէ, տեսնենք ինչ կկատարվի այս համակարգի հետ կապված։ Պարզապես կուզեմ կոչ անել բոլոր վերարտադրողական առողջությամբ զբաղվող բժիշկներին, ինչպես նաև մանկաբարձ գինեկոլոգներին, ցանկացած որոշում կատարելուց, որոշում ընդունելուց մի մոռացեք ընդամենը մարդկային հասարակ խղճի մասին։ Եվ այսպես ձեզ հետ էր առողջ որոշումը, շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար, բաժանորդագրվեք 168-ի YouTube-յան եւ Facebook-յան ալիքներին եւ եղեք իրազեկ։